Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի 1157-րդ օրն է։ Ձեզ համար կարճ, բայց նորից հագեցած եթեր եմ պատրաստել ռազմաճակատի եւ քաղաքական դաշտի կարևոր իրադարձությունների մասին։ Նախքան եթերի հիմնական թեմաներին անցնելը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեկնաբանություններում ձեր բարի խոսքերի, լայքերի եւ մեր եթերները տարածելու համար, հատկապես երեկվա ցավակցությունների համար Կիևում եւ ոչ միայն Կիևում զոհերի համար, շատ շնորհակալ եմ։ Բառեր չկան նկարագրելու իմ երախտագիտությունը ձեր աջակցության համար, որը տրամադրում եք ձեր լայքերի, մոտիվացնող մեկնաբանությունների եւ մեր եթերներով կիսվելու համար։ Շատ շնորհակալ եմ, որ չեք մոռանում, որ YouTube-ի այդ մի քանի գործիքների միջոցով դուք օգնում եք պայքարել Պուտինի անմարդկային ռեժիմի դեմ։ Սա կարող է ոմանց համար տարօրինակ թվալ, բայց ես կցանկանայի հատկապես ընդգծել, որ հենց ձեր օգնությամբ ենք մենք պայքարում Պուտինի դեմ։ Ամեն լայք, յուրաքանչյուր մեկնաբանություն կամ սոցիալական ցանցում կիսված մեր եթերի հղում, դա մեր ընդհանուր հարվածն է Պուտինի անմարդկային ռեժիմին։ Մենք միասին այն ուժն ենք, որի վրա Պուտինը ոչ մի կերպ չի կարող ազդել, քանի որ մենք միասնական ենք, եւ դրա համար ես ձեզ շատ շնորհակալ եմ։ Երեկվա ավիահարվածի մասին տեղեկություններ ասեմ։ Կիևի Սվետոշինսկի շրջանի բնակելի շենքի վրա ռուսական օդուժի հարվածի վայրում փրկարարական գործողությունները ավարտվել են, որոնողական աշխատանքները տևեցին 1 օրից ավել։ Ապրիլի 25-ի առավոտյան դրությամբ հայտնի է, որ Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, եւս 87 մարդ վիրավորվել է։ Հակառակորդի հարձակման վայրում շարունակվում են արտակարգ վերականգնողական աշխատանքները, փրկարարները ապամոնտաժում են վնասված շինությունները, ընդհանուր առմամբ դեպքի վայրում աշխատում են 73 փրկարար եւ 25 միավոր տեխնիկա։ Նրանց համար, ովքեր բաց են թողել, ասեմ, որ Ռուսաստանը 200-ից ավել հրթիռներով եւ դրոններով Ուկրաինայի վրա հարձակվեց 1 օր առաջ, հիմնական հարձակումն ուղղված էր մայրաքաղաք Կիևին։ Քաղաքը հարձակման ենթարկվեց նաեւ բալիստիկ հրթիռներով, բայց նույնիսկ այդպիսի թանկարժեք հրթիռները Պուտինին ցանկալի արդյունք չբերեցին։ Նա նույնիսկ չի կարող մտածել, որ վրեժ է լուծել ռազմաճակատում իր ամենօրյա հազարավոր կորուստների համար, չի հաջողվել հասնել որևէ նպատակի, որը կարող էր, այսպես ասած, մխիթարություն ծառայել Պուտինին։ Ավելին, նա փաստացի զրկվեց իր վերջին խաղաթղթից, եթե կարելի է այդպես ասել, բալիստիկ հրթիռների օգտագործման իմաստից։ Պարզ է, որ ուկրաինական հոպը կարողանում է չեզոքացնել ռուսնական եւ հյուսիսկորեական այդ հրթիռները։ Սա չի նշանակում, որ Պուտինը նորից չի փորձի, չի կրակի, բայց արդեն պարզ է, որ զուտ իր մանյակային խաղաղ մարդկանցից վրեժ լուծելու համար ռազմական նպատակ Պուտինը չի կարող լուծել, նույնիսկ բալիստիկ հրթիռներով։ Պատկերացնում եք, չէ, ինչ օրն ընկավ Պուտինը, էլ կարող է Արեշնիկով էլ չվախացնել, որովհետեւ պարզ է, որ դա էլ չկա։ Իդեպ երեք Զելենսկին Թրամփին մատնանշել է, թե ինչ է տվել Ուկրաինան Ամերիկային իր օգնության դիմաց։ Ուկրաինան Ամերիկայից ստացել է մոտ 105 միլիարդ դոլարի զենք եւ անվտանգության այլ օգնություն։ Փոխարենը Ուկրաինան Ամերիկայի հետ կիսվում է այն ամեն ինչով, ինչ մենք սովորել ենք ռուսների հետ պատերազմի եւ զենքի մշակման մասին, որպեսզի ամերիկացիները իմանան, թե որտեղ ներդրումներ կատարեն, թե ինչ է իրանից իրականում ներկայացնում Ռուսաստանը։ Իմ կողմից ավելացնեմ, որ կարծում եմ, որ դա այնքան էլ մեծ գումար չէ, իսկ տված տեղեկատվությունը շատ ավելին արժե։ Անցնենք ռազմական լուրերին, թեժ մարտերի թիվն ավելացել է, ռուսական բանակը առավել ինտենսիվ գրոհել է Պոկրովսկի լիմանի, Տորեցկի եւ Կուրսկի ուղղություններով։ Անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 175 ռազմական բախում, ուկրաինական ավիացիան, հրթիռային ուժերը եւ հրետանին հարվածել են 6 տարածքների, որտեղ կենտրոնացված էին ռուսները, նրանց սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի գործողությունները Կուրսկի մարզում շարունակվում են։ Ընդհանուր առմամբ վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է 1170 ռուս զավթիչ եւ ավելի քան 400 միավոր տեխնիկա, ավելի ստույգ 408 միավոր ռուսական զինտեխնիկա։ Ընդհանուր առմամբ լայնածավալ պատերազմի սկզբից Ռուսաստանի կորուստները արդեն կազմել են 946500 զավթիչ, ուղիղ թիվ է 946500 եւ կրկին գիշերը ռուսները փորձել են խախտել ուկրաինացիների տներում տիրող անդորը հրթիռների եւ անօդաչու սարքերի հարվածներով։ Ապրիլի 24-ի երեկոյան ռուսները հարձակվել են Ուկրաինայի վրա 103 հարձակողական դրոններով, որոնցից 81 դրոնը խոցվել է եւ նրանք տեղ չեն հասել իրենց նշանակետին, բայց դա չի խանգարում ռուսներին ամենօրյա ռեժիմով
փորձել խոցել ուկրաինական խաղաղ բնակավայրերը։ Անցնենք ավելի պոզիտիվ լուրերին։ Մոսկվայի մարզում Բալաշիխե քաղաքում պայթել է Volkswagen Magnish-ի մեքենա, որի հետևանքով զոհվել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ գեներալ-մայոր Յարոսլավ Մոսկալիկը։ Մեկ օր առաջ Ռոստովում Su-30 կործանիչ էր խոցվել։ Երևի թե ռուս գեներալի համար զոհվելը ճիշտ արտահայտություն չէ, լիկվիդացվել է։ Ուկրաինայում լիկվիդացվել է Կենտրոնական հետախուզական վարչության ՑՌՈ-ի ղեկավարի տեղակալի որդին, որը կռվել էր Ռուսաստանի համար, այս մասին հաղորդում է ռուսական մամուլը։ Խոսքը Կենտրոնական հետախուզական վարչության փոխտնօրեն Ջուլիան Գլոսի որդու 21-ամյա Մայքլ Գլոսի մասին է։ Տեսնում եք, չէ, ռուսական քարոզչությունը ուր է հասել եւ ինչպես է մարդկանց գլուխն ուտում, փաստացի ամենուր է։ Ձեր էկրաններին տեսնում եք մեր Telegram-յան ալիքի QR կոդը։ Հիշեցնեմ, որ ամենատպավորիչ կադրերը, որոնք ցավոք չեն կարող ցուցադրել YouTube-ում, կարող եք տեսնել մեր Telegram-յան ալիքում։ Կուզեի անդրադառնալ Լոնդոնի հանդիպմանը, ճիշտ ասած ես զարմացա, երբ տեսա Ազատության կայքում լուրը, թե իբր Լոնդոնի հանդիպումը չեղարկված է։ Որոշ մարդիկ Ամերիկայից չէին եկել, բայց հանդիպումը չի նշանակում, որ չեղարկվել է։ Կային եւ ամերիկյան ներկայացուցիչները, եւ Ֆրանսիայի, եւ Բրիտանիայի, եւ Ուկրաինայի ներկայացուցիչները։ Ես չգիտեմ որտեղից են վերցնում նրանք իրենց նյութերը, բայց ինչպես կարելի էր չնկատել, որ այդքան ազդեցիկ մարդիկ են հավաքվել, զարմանում եմ։ Կարող է միայն Ռուբիոյով էր հանդիպման կայանալ, չկայանալը, եւ քանի որ Ազատությունը իր իրական ֆունկցիան ձեզ իրական ազատ մամուլին ծանոթացնելու ֆունկցիան չի կատարել, ես ձեզ կբերեմ մեկ հրապարակում արևմտյան մամուլից, որով դուք կիմանաք ինչ է եղել Լոնդոնում եւ հատկապես մանրամասները, ինչի համար էին հավաքվել Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ ներկայացուցիչները։ Խոսքը Տելեգրաֆի հրապարակման մասին է, միջազգային իրավունքի նորմերը, այլ ոչ թե կապիտուլյացիա։ Սա է հիմնական իմաստը հոդվածի։ Ուկրաինան Թրամփին է փոխանցել իր լրացումները Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագրի վերաբերյալ։ Ուկրաինան ցանկանում է զրկել Ռուսաստանին ցանկացած իրավունքից օկուպացված տարածքները իր տարածք ճանաչելու համար։ Ուկրաինական եւ ամերիկյան պատվիրակությունների հանդիպումից հետո, որը կայացել է Լոնդոնում չորեքշաբթի ապրիլի 23-ին, Կիևը Վաշինգտոն է ուղարկել իր տեսլականը Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնագրի վերաբերյալ։ Պարզ ասած, Ուկրաինան զրկում է Ռուսաստանին ոչ միայն Ղրիմի, այլև օկուպացված տարածքների նկատմամբ ցանկացած միջազգային պաշտոնական ճանաչումից, հաղորդում է Տելեգրաֆը։ Առաջին եւ երկրորդ կետերում նշվում է, որ ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ձևակերպվի միջազգային իրավունքի հիման վրա, ոչ թե կապիտուլյացիայի։ Որպես օրինակ, Կիևը առաջարկել է դիտարկել Չինաստանի եւ Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Եթե Ուկրաինան ժամանակավորապես զիջի օկուպացված տարածքների մի մասը, ապա դաշնակիցները պարտավոր են ապահովել հստակ անվտանգության երաշխիքներ։ Երրորդ կետը կոչ է անում վերադարձնել Ուկրաինային խաղաղ գործընթացի կենտրոն, քանի որ Թրամփը փորձում է ամեն ինչ ինքնուրույն լուծել։ Սա կոչ է, բայց պարզ է, որ հստակ դիրքորոշում է արտահայտվում։ Չորրորդ կետը նախազգուշացնում է, եթե Ամերիկան ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, ապա ապագայում Պուտինը հեշտությամբ կկարողանա սպառնալ ոչ միայն Ուկրաինային, այլև Թուրքիային, Բուլղարիային եւ Սևծովյան տարածաշրջանի այլ երկրների։ Հինգերորդ կետը կոչ է անում Վաշինգտոնին չթողնել Պուտինին նույնիսկ մտածել ուկրաինական բանակի կրճատման կամ նրա պաշտպանական արդյունաբերական բազան սահմանափակելու մասին։ Կցանկանայի ավելացնել, որ Թրամփի բանակցությունների հայեցակարգը ըստ էության մերժվել է։ Ես չգիտեմ, թե ինչպես է Թրամփը դուրս գալու այս իրավիճակից, բայց այն փաստը, որ նա արդեն հասկացել է, որ սխալվում է, վկայում է նրա երեկվա հայտարարությունը Ուկրաինայի բանակ ունենալու իրավունքի մասին։ Բայց քանի որ խոսքը Թրամփի մասին է, ես որևէ հատուկ պատրանք չունեմ։ Իրականում այս ամբողջ բանակցային իրարանցումը միայն օգնում է Պուտինին ժամանակ ձգձգել եւ հույսեր փայփայել, որ իրեն կարող են Արևմուտքում նորից ընդունել, որ նորից կարող է մարդամեջ մտնել, բայց պարզ է, որ սա միայն պատրանք է, որը դուք ինքներդ հասկանում եք, որ ապրիորի աբսուրդ է իհարկե։ Անցնենք կարևոր լուրերի։ Ուկրաինան եւ Ամերիկան սկսել են ազատ առևտրի գոտու ստեղծման նախապատրաստական աշխատանքները։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը եւ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ապրիլի 23-ին Վաշինգտոնում հանդիպման ժամանակ
պայմանավորվել են սկսել ազատ առևտրի գոտու ստեղծման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը։ Իհարկե, քիչ հավանական է, որ Թրամփի Ամերիկայի հետ մենք կկարողանանք նման համաձայնագիր կնքել, սակայն Ամերիկան Ուկրաինայի դաշնակիցն է եւ ժամանակ չենք կորցնելու նույնիսկ Թրամփի օրոք։ Օրը գա բարին հետ է, կարևորը պրոցեսը սկսվի։ Երևի թե պետք չէ բացատրել, թե ինչու եմ այդպես կարծում, թեկուզ հենց նայենք The Economist-ի այսօրվա ամսագրի շապիկին, որը ձեր էկրաններին կներկայացնեմ։ Թրամփն անուղղելի վնաս է հասցրել ամերիկյան հաստատություններին պաշտոնավարման 100 օրից քիչ ժամանակի ընթացքում։ Նոր շապիկը ամսագիրը տեղադրել է Միացյալ Նահանգների խորհրդանիշը ճաղատարծիվ, վիրավոր եւ վիրակապով, ինչպես նաեւ օրերի թիվը 1361, որոնք մնացել են մինչեւ պետության ղեկավարի լիազորությունների ավարտը։ Թրամփի լիազորությունների ավարտի մասին է խոսքը։ Ֆինլանդիան եւ Շվեդիան երկաթուղի կկառուցեն ՆԱՏՕ-ի զորքերի տեղափոխման համար։ Իդեպ այս դեպքում ՆԱՏՕ-ն արդեն բավականին պայմանական բնույթ ունի։ Ակնհայտ է, որ դաշինքը կորցրել է իր դեմքը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում, ցուցաբերած անվճռականության եւ ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի նկատմամբ Թրամփի վերաբերմունքի պատճառով։ Ամենայն հավանականությամբ մենք ականատես կլինենք ՆԱՏՕ-ի վրա հիմնված նոր դաշինքի, բայց ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին դա կլինի։ Չուզենա շատ երկարացնել երեկվա ծանրաբեռնված լրահոսի ֆոնին։ Իմ կարծիքով գլխավոր տեղեկատվությունը ձեզ հասցրեցի, ռազմաճակատի մասին պատմեցի, գլխավոր քաղաքական մեսիջների մասին պատմեցի, որոնք իրական ազդեցություն ունեն իրավիճակի վրա, այլ ոչ թե պարզապես հրապարակումներ են։ Կարդանք եւ իմանանք գլխավորը։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։ Մինչ նոր հանդիպում։